Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Ով է լինելու ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը առաջին համագումարն է հրավիրել։ Հաղթանակ դաշինքի 6 անդամի եւ աջակցի գործի վերաբերյալ որոշում կա, ինչ պատիժ է սահմանել դատարանը։ Դրոշ ու օրներգ, ինչ հարցեր են քննարկվել կառավարության հերթական նիստում։ Դրոշ տանում ենք, միտեղ տնգում ենք, ասում ենք ես ինչ լավ գործ արեք։ Ինչ որոշում է կայացրել դատարանը Հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Մարզահամերգային համալիրում ընթանում է Ուժեղ Հայաստան նորաստեղծ կուսակցության շնորհանդեսը։ Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության ստեղծմամբ մեր ձևով շարժումը չի դադարում գոյություն ունենալ, որովհետև բազմաթիվ հասարակական ծրագրեր կան իրականացնելու։ Րոպեներ առաջ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի, մեծ հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Իսկ կառավարության հերթական նիստի օրակարգում դրոշի եւ օրներգի հարցներ։ Հայաստանում պետական եւ արարողակարգային միջոցառումների ժամանակ օրներգը պետք է լինի կենդանի կատարմամբ, նվագախմբային պլյուս երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագիծ է ներկայացրել։ Վերատեսություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի նրանք այդ կատարեն, որովհետեւ հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց, եթե տենց միջոցառումը, որ օրներգը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաեւ ունի, կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի։ Փաշինյանը հիշեցրել է նաև 7 տարի առաջ պետական դրոշի մասին դեպքը, երբ Մաքսատանը տեսնելով, որ դրոշը պատին հենած է, հունից դուրս է եկել եւ համապատասխան աշխատակցին աշխատանքից հեռացնելու պահանջ է ներկայացրել։ Ըստ Փաշինյանի, մեր վարվեցողության մեջ պետք է որոշ փոփոխություններ անենք։ Մենք ընդհանրապես մենակ դրոշի բան չի, դեպքում չտենց։ Ամեն ինչի դեպքում է տենց, որ դրոշ տանում ենք, միտեղ տնգում ենք, ասում ենք ես ինչ լավ գործ արենք, հետո դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, որ այսինքն ոչ մեկի հոգսը չէ դա, մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը սպասարկում է պահանջում, հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ որ մի բան ինչ որտեղ դրիր, դա վերջը չի, դա ընդամենը սկիզբն է։ Զուգահեռ ընթանում է նաև ազգային ժողովի հերթական նիստը։ Խորհրդարանը քննարկել է օրակարգի 29 հարցից 28-ը, մնացել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնից ազատման հարցը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը շեշտում է, որ Հակոբ Հակոբյանը որպես հանձնաժողովի անդամ խախտել է սահմանադրական պահանջը։ Դուք էլի նույն բանն եք անում, դուք մոռանում եք, որ դուք այստեղ եք որպես ՀՌՀ անդամ, որը խախտել է սահմանադրական պահանջը ՀՌՀ անդամի։ Եվ նորից դուք տանում եք ձեր մշակութային ոլորտ, դուք ՀՌՀ անդամ եք, եւ այստեղ ներկայանալով ամենամեծ կուսակցության անդամ, ասել է թե ժողովրդի, դուք փաստորեն հայտարարելով դա դուք խախտում եք ժողովրդի ամենամեծ, ամենագլխավոր մայր փաստաթուղթը, սահմանադրությունը։ Մայր փաստաթուղթը խախտողը չի կարող իրեն հայտարարել ժողովրդի ամենամեծ կուսակցության անդամ։ Դուք չեք կարողանում ընկալել, թե չեք ուզում ընկալել։ Պատասխանեցիք հարցին Դաշնակցության գաղափարախոսության մասով։ Դուք ավարտեմ։ Դուք տեսեք, անգամ չգիտեք Դաշնակցականի երթումը, որտեղ կենտրոնում հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի համար, իրավունքների համար, ազատության համար պայքարն է։ Դուք հիմա այդ ամբիոնից արտահայտություն եք անում առանց խորությամբ տիրապետելու։ Եթե տիրապետում եք, խնդրեմ, որպեսզի հենց այդ մասով ներկայացնեք։
Հաղթանակ կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Հիշեցնեմ, որ 3 վաղ առավոտից վաղարշաբաթում խուզարկություններ էին սկսել։ Գործը քննչական կոմիտեի տիրույթում է։ Ձերբակալություններից ժամեր անց հրապարակվեց այն ձայնագրությունը, որը դարձել է այս գործի հիմքը։ Թեման Սեդա Մակարյանն է ուսումնասիրել։ Այն կիմ չենին է Երանի տա, էլի սրան։ 7 մարդ ձերբակալվել է, նրանցից 6-ին կալանքի տանելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վաղարշաբաթում համայնքի ղեկավարի ընտրությունը վաղուց ավարտվել է, դիմադիրների դեմ հարուցված քրեական գործերի վերջը չի երևում։ Այս անգամ քրեական վարույթ է նախաձեռնվել Հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների դեմ։ Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել ոստիկաններն ու քննիչները։ Ձերբակալվածներին մեղադրում են ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց դաշինքի օգտին քվեարկելու ուղղորդելու համար։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։ Այն է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը։ Քննչական կոմիտեն որպես իր եղենապացույց ձայնագրություն տարածեց։ Ըստ քննչական մարմնի հեռախոսազանգի միջոցով դաշինքի անդամները սպառնում եւ ուղղորդում են ընտրողներին։ Սակ։ Կարա զանգես են մխվենց։ Ես զանգա դրանց ընկեր են գագոն կավեն Վարշավի որ կարեմ մեր կողքի շենքի։ Դրանց ընկերն է, չէ։ Ասեմ մի զանգա քյուգետ գագոին, ասեմ մի զանգա հորդ մորդ ասակ ուրիշի չէ տակ ընտրեք մի ամիտ։ Բայց գագոն ստեղ չի ախտար։ Հա ստեղ չի թող զանգի հորնումոր ինչ կապ։ Քննչական կոմիտեի մեղադրանքները բարկացնում են ազգային ժողովի падգամավորին։ Գառնիկ Դանիելյանը համոզված է, զրույցը նախընտրական նորմալ երկխոսություն է երկու մտերիմների միջև։ Եթե այդ ուղղորդման մասին ենք խոսում, ես ընտրությունների օրը ես եւ իմ գործընկերները տեղ ենք եղել։ Իրենց նախարարներից սկսած, փոխնախարարներից սկսած, մարզպետներից սկսած, բոլոր ԿՊ-ականները իրար հետ չտալով ընտրատեղամասերի մոտ էին։ Ամեն մի ընտրատեղամասի մոտ մի հատ նախարար կամ առնվազն մի հատ փոխնախարար կար։ Եվ մենք կներեք, էլի կներեք, ես ասեմ ձեզ։ Այդ օրը մենք ֆիքսել ենք, դրա մասին ասել ենք։ Ձայնագրությունները գուցե կեղծ են։ Դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեսանյութին։ Իհարկե կասկածում, որովհետև մենք հենց կոնկրետ սրբազան պայքարի գործով գիտենք, որ փաստաբաններն ասում են, որ ձայնագրությունները կեղծված են։ Հիմա ես կարող եմ կարծել եւ նույնիսկ նաեւ վստահ լինել, որ մարդիկ չեն, ու մեղադրանք առաջադրված ձերբակալել, այս մարդիկ չեն այդ խոսացողների ձայներով այսօր հնարավոր չի ձայները մոտեցնել։ Մենք ամեն օր տեսնում ենք կեղծ ձայնագրություններ, ենթադրենք, թե այդ մարդիկ են։ Այսինքն ընտրության օրը որոշակի կազմակերպչական աշխատանքներ են կատարում, այսպես ասած, առօրեական խոսակցականով եւ այլ։ Այդ ինչ քրեական հանցագործություններ։ Բախի մի հատ իրենց ԿՊ-ականներին չեն լսել։ Իրենց ԿՊ-ականների, չգիտեմ, պետական աշխատողները, ովքեր կանգնած էին, իրենց մարզպետները, իրենց տարածքային կառավարման նախարարը, իրենց մյուս համայնքապետերը, որ բաների դեմը, տեղամասերի դեմը կանգնած մարդկանց ասում էին, ոստիկաններին էին ուղղություն ցույց տալիս։ Քննչական կոմիտեն թույլ չի տվել փաստաբաններին այցելել ձերբակալված անձանց։ Նրանց մեծ մասն Արմավիրի քննչական կոմիտեում էին, իսկ մի մասը Էրեբունու ձերբակալվածների պահպանման վայրում։ Հատկանշական է, որ ձայնագրված անձինք ձերբակալվածների թվում չեն։ Սեդա Մակարյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Արմավիրի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայ առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը, հայտնել է Սպուտնիկ Արմենյան։ Փաստաբանները միջնորդել էին, որպեսզի դատարանը վերացնի նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, որով դատարանը եկեղեցուն պարտավորեցրել է մինչև դատական վերջնական ակտի հրապարակումն ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանի որոշումը հրապարակվել է փետրվարի 11-ին, այն ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։ Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկանների հիշատակության օրն է, Բագրատ Սրբազանն ուղերձ է հղել կալանավայրից։ Սրբազանի խոսքով փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, վասակի դավաճանությունը ներկայացնել որպես մեծագույն դիվանագիտություն, որը պատրաստ էր ամեն ինչ զիջել, ինքնություն, տարածքներ, գիտակցություն, փաստորեն իրական Հայաստանում դավաճանությունը դիվանագիտություն է, իսկ հերոսությունն ու սխրանքը ծաղրանք, գրել է arczepiskopos-ը։ Մեր պայքարը չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա։
եւ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետեւ ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց եւ այնպես էլ մեր պարագային մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խոր գիտակցությամբ։ Ավետյաց երկրի եւ հոգեոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ոչ շղթան, ոչ կապանքներ, ոչ զնդան։ Օրվա խորհրդի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արագածոտնի թեմը։ Այս օրերին, երբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կանգնած է փորձությունների եւ մարտահրավերների առջեւ, մենք վստահ ենք, որ փորձությունների միջով անցնող եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ եւ ճշմարտության մեջ հաստատակամ մնալով, ասված է հայտարարության մեջ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ ազգային արժույթի արժեզրկումից հետո իր ամսական աշխատավարձը որպես նախագահ կազմում է մոտ $1000։ Արգենտինայի կոնգրեսի շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանական ուժերի եւ ցուցարարների միջև։ Արմիությունների մոբիլիզացրած հազարավոր աշխատակիցներ բողոքում են նախագահ Խավիեր Միլեի առաջարկած աշխատանքային բարեփոխումների դեմ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարծես թե քայլեր է ձեռնարկում իր դստեր որպես իրավահաջորդի դիրքը ամրապնդելու համար։ Ըստ Reuters գործակալության հինգշաբթի հայտարարել են հարավկորեացի օրենսդիրները։ Հարավային Կորեայի ազգային հետախուզական գործակալությունն ուշադիր կհետևի Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը Կիմ Ջու-են կմասնակցի արդյոք իշխող աշխատավորական կուսակցության առաջիկա նիստին եւ արդյոք որևէ պաշտոն կստանձնի։ Ջու-են, որը ենթադրաբար դեռահաս է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներում տարբեր միջոցառումների, այդ թվում զենքի նախագծերի ստուգումների ժամանակ հորն ուղեկցելիս։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Գերլարված գիշեր է եղել Ուկրաինայի եւ Ռուսաստանի մի քանի քաղաքներում։ Ուկրաինայի խոշոր քաղաքներում Կիևում, Օդեսայում, Խարկովում եւ Պոլտավայում հզոր պայթյուններ են որոտացել, իսկ Ռուսաստանի հարավում, Վոլգոգրադի մարզում բնակիչները սոցիալական ցանցերում տեղեկացրել են ռազմական օբյեկտի շրջանում բռնկված ուժգին հրդեհի մասին։ Պայթյուններ են արձանագրվել նաեւ Տամբովի մարզում։ Վոլգոգրադի մարզում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի բանակի գլխավոր հրթիռահրետանային վարչության զինանոցը։ Բռնկվել են լայնամասշտաբ հրդեհ։ Վոլգոգրադի մարզպետը տեղեկացրել է, որ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով հրդեհի մարումը եւ դետոնացիայի սպառնալիքը հաշվի առնելով հայտարարվել եւ իրականացվում է Կոտլուբան բնակավայրի բնակչության տարհանում։ Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել Իրանի սահմանների մոտ։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հականավային ինքնաթիռը եւ հետախույզ անօդաչուները չորեքշաբթի պտտվել են Իրանի սահմանի մոտ։ Ինքնաթիռը թռել է Բահրեյնից եւ պտտվել Հորմուզի նեղուցի երկնքում, իսկ անօդաչու թռչող սարքերը Աբու Դաբիից ուղևորվել են Օմանի ծով։ Այս շաբաթ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների նոր փուլ է սպասվում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային համաձայնագրի հարցում եւ կարող է ճկուն լինել ուրանի հարստացման լիովին դադարեցումը պահանջելիս։ Ըստ Ֆիդանի դրական կողմն այն է, որ ամերիկացիները կարծես թե պատրաստ են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում հստակ սահմանված շրջանակներում։ Իրանցիներն այժմ գիտակցում են, որ պետք է համաձայնության գան ամերիկացիների հետ եւ ամերիկացիները հասկանում են, որ իրանցիներն ունեն իրենց սահմանները։ Միացյալ Նահանգների նախագահն էլ խոսել է գերիշխանության մասին, ասելով, որ իրենք գերիշխում են հիմա եւ այդպես էլ շարունակելու են։ Ավելին նոր գործընկերներ ունեն, մասնավորապես Վենեսուելան, որտեղից նավթ են ստանում։ Սակայն ամերիկացի առաջնորդը նեղսրտել է, որ եվրոպացի առաջնորդներն իրեն չեն սիրում եւ իր հետ ընկերություն չեն անում։ Այս հայտարարությունը Թրամփն արել է հրեական պետության ղեկավարի հետ հանդիպումից հետո։ Նեթանյահուի հետ հանդիպումից հետո ասել է, որ շատ լավ հանդիպում են ունեցել եւ երկու երկրների միջև գերազանց հարաբերությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Բանաձևն ուղարկվել է Սենատ, սակայն դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Ակնկալվում է, որ Թրամփը վետո կդնի բանաձևի վրա, եթե վերին պալատը հաստատի այն։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ աստղային տարբեր համակարգեր ուսումնասիրելիս մարդկությունը հնարավոր է հանդիպի այլ մոլորակայինների եւ միլիոնավոր տարիներ գոյատևած քաղաքակրթությունների։ Ես իսկապես ուզում եմ լուսնի վրա տեսնել էլեկտրամագնիսական փոխանցիչ, որն արհեստական բանականությամբ աշխատող արբանյակներ կուղարկի խորտի եզերք։ Դրանք կթռչեն շատ արագ մեկը մյուսի հետևից։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի էպիկական բան, քան էլեկտրամագնիսական փոխանցիչը լուսնի վրա կամ ինքնաբավ քաղաք լուսնի վրա։ Ապա կանցնենք լուսնից Մարս, կշրջենք մեր արեգակնային համակարգով մեկ եւ ի վերջո կհայտնվենք աստղերի մեջ, կայցելենք այդ բոլոր աստղային համակարգերը։ X-ում գրել է Մասկը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է։